թե նման ազդեցություններ օբյեկտիվ իրականության մեջ գործողություն են։ Արգել դատարան, մի քանի նկատառ, քանի որ այսպեսի քննարկում ակել։ Նախ ուզում եմ որպեսզի ճիշտ և օբյեկտիվ ընկալում, որ այս գործը պայմանականացած սովորական գործ չի, անկախ ամենը չի։ Դուք ուզենաք ընկալեք սովորական գործ, մեկահարության և միշտ դրանի մասին նաև Հայաստանում այն ընկալվել է որպես քաղաքական և ինքը ըստ էության քաղաքական գործ է, որովհետև այսօր այս կողմում նստած են քաղաքական գործիչներ։ Հիմա ոնց ուզում եք մեկնաբանել, ոնց ուզում եք պայմանական ասած փաթեթավորեն, որ սա օբյեկտիվ և որևէ ձևով ընթացող ֆորմալ, ընթացակարգերով տեղավորող գործ է, ոչ։ Առնվազն 3 հոգի գործող քաղաքական գործիչներ են և պարոն Խաչատուրովը նախկին պետական բարձրաստիճան պաշտոն է։ Այսինքն ոնց էլ ուզենաք, սա արդեն իր էության քաղաքական գործ է։ Եվ անցած նիստին ես դրա մասին եմ խոսում, որ ԵԽԽՎ-ի բոլոր 3 այս գործին վերաբերող բոլոր 3 բանաձևերով արձանագրված է, որ պետությունը իդեմս կառավարության ազգային ժողովի պետք է բոլոր գործադրի ջանքերը, որ քաղաքական կոմպոնենտ պարունակող հետապնդումները բացառվեն և դադարեցվեն, կենտրոնանան միայն 10 զոհերի հանգամանքների վրա։ Բայց ինչպես տեսնում եք, վերջի 7 տարի մենք մի քաղաքական հոդված, այսպես ասենք, 301-ը փոխարինում ենք մեկ այլ քաղաքական հոդվածով պաշտոնական դեպքի չարաշահումներ։ Դրա համար անկախ դրանից դուք հիմա ոնց ուզենաք մեծ հորդորեք եւ այլն, մեկը ընկալում շարունակել է։ Դրա ապացույցն է նաև այն, որ ինչ ճիշտ ասած արդեն անհանգստանում եմ ձեր եւ իմ պաստառների հարաբերություններից։ Որովհետեւ եթե դուք այլ նիստերում իրար հետ կապանում եք նորմալ աշխատեք, ինչու այս նիստում չի ստացվում այն նորմալ։ Այսինքն հասկանում եք, Ալդեյևի ձեր մասնակցությունից է քաղաքական երանգ եք տալիս այս քերական գործի Այսինքն քաղաքական երանգը կա։ Դուք եք տալիս եք Իսկ ոչ, իսկ Տիկին Սահակյանը իդեպ քաղաքական գործերի մասնակցության մեծ փորձ ունի։ Այս գործով է։ Խնդրում եմ դա միշտ հիշել։ Եվ սա առաջինը։ Եվ նոր է հիմա այդ շրջանավերականի հետ կապված։ Մի հարց ճշտամելի։ Կարող եք ասել, ես տրամադրեմ։ Չէ, երբ այլ։ Ես դա տեսնել եմ, եկա գալի ազգային ժողով։ Պարոն Օհանյանի հետ մենք հաստատ աշխատել ենք դրա վրա։ Դատարան երբ է ստացվել։ Դա դուք ձեր խոսքը ավարտեք հասցնալ դրա շարունակությունն է։ Ավարտեք, չէ, ձեր խոսքը կարող չասեն։ Չէ, դատարանը պարտականություն չունի ձեր։ Ես տեսնում եք, չէ, ես պարզապես հարցեցի, որտեղ իմ խոսքը ուզում եմ շարունակեմ պատասխանի վրա, եթե չկա, ասենք մի շաբաթ առաջ է եկել, 10 օր առաջ է եկել, հետ եմ ուզում պարզապես հասկանում։ Եթե դա եկել ավերջերս, դա այսպես արձանագրեմ, ընդհանրապես, որովհետև նախորդ նիստին նմանատիպ տեղեկություններ դատարանը չուներ, ենթադրում եմ, եթե ունենար մեծ տեղեկացներ, հիմա նայեք, ես որպես այս պրոցեսի մասնակից ողջամիտ կասկած ունեմ, կամ հիմնավոր կասկած, ինչպես կասենք քրեական վարույթի շրջանակներում, որ հունվարի 1-ից գործը արագացնելու կամ շաբաթ 1 անելու ունի շատ մեկ այլ դրդապատճառ։ Քաղաքական պրոցեսները, որոնք նախատեսված են ազգային ժողովի ընտրություններով։ Պարոն Գևորգյան, շատ ուզենք էլ առավոտից իրիկուն նիստեր էլ անենք։ Չէ, մի բան։ Եթե առաջիկա անցնել, մինչև չենք ամեն օր եթե նիստ անենք, չենք ավարտի։ Հիմա դա շարունակություն։ Բայց ուրիշ բաներ չենք հասցնի անել, էլի։ Ավարտեք։ Իմ որին համոզմա, որ սա արվում է հունիսի նախատեսված քաղաքական ընտրություններին ապահովելու քաղաքական տեսարաններ։ Մասնավորապես մարտի 1-ով, որ բացի դրանից դրաման որ որոշ գործիչներ ովքեր այս պրոցեսով ներգրավված են ուրիշ բանով չկա։ Այ մերի 20-ի դրությամբ է դատարանի տրամադրությունը։ Այսինքն եւ ըստ էության արվում է դրաման, որովհետեւ այս պրոցեսի մասնակիցները ուրիշ բանով չզբաղվեն, բացառապես գան շաբաթը մեկ այստեղ եւ քաղաքական բոլոր պրոցեսների մասնակցություն սահմանափակվի։ Սա առաջինն է։ Երկրորդը հարգելի դատարան, ձեզ ուղարկել են 20 օր առաջ օրենքի նախագիծ։ 20 օր չէ։ 4 օր առաջ օրենքի նոյեմբերի 20 նկատի նախագիծ։ Հոկտեմբերի 3-ին, ԵԽԽՎ-ն ընդունել է հաստատանաձև, որը
բացում է ընդհանրապես իմ օրինակի հիման վրա, Արմեն Գևորգյանի, բացում է այն իրողները, որոնք պետք է առաջնորդեն 46 երկրների դատական իրավական համակարգերը։ Եվ կետերից մեկը ասում է, որ ազգային ժողովի համապատասխան իրավասու մարմինները ցանկալի է, որպեսզի այս որոշման մասին իրազեկեն իրավապահ մարմիններին։ Մենք ազգային ժողով դիմել ենք հոկտեմբերի 20-ին իմ փաստաբանը, առաջարկությունը, որ այդ բանաձևը ուղարկվի համապատասխան դատարաններ, որտեղ գործեր են քննվում։ Եթե ես ճիշտ եմ հասկանում, այս պայմանությամբ այդ բանաձև դուք չեք ստացել։ Որտեղ եթե դուք ստանայիք այդ բանաձևը, ապա այսօր չէիք ասի, որ ես 130 օր գտնվել եմ արտաբան գործողությունների մեջ։ Այն բարդ պատճառով, որտեղ այնտեղ շատ հստակ գրված է, որտեղ հայեցողություն չի, ցույց տամ, ցույց չտամ, գնա, չգնա։ Դա պարտավորություն է, որը պետք է Մենք այդ հարցը չենք քննարկում։ Չէ, հիմա դուք քիչ առաջ ասեցիք, որ դատարանը գնացել է Արցախում եւ դրանով պայմանավորված օրը որոշվել է։ Հիմա վերջի ամսվա ընթացքում իմ գործողություններով հետ կապված մենք դատական նիստերի օրը փոխել ենք։ Դրանով իմ գործողման օրերը չեն կարող դատական նիստերի վրա ասել։ Օրինակ դեկտեմբերի 1-ը ծնվել է նրա պատճառով, որովհետև դեկտեմբերի 3-ից 7-ը ես բացակայելու էի։ Հոկտեմբերի 30-ը նշանակվել է նրա պատճառով, որովհետև ես նոյեմբերի 3-ից 5-ն էի բացակայելու։ Այսինքն ուզում եմ ասել, եթե մենք օբյեկտիվ ենք խոսում, ուրեմն խոսում բոլոր հանգամանքներով միջև դա։ Ինչ վերաբերում է ողջամտության։ Հիմա այստեղ շատ հետաքրքիր բանավեճ գնաց արհեստական բանակարարության հետ կապված։ Ես այդ վարժությունը կանեմ հաջորդ նիստին դες տեղեկացնեմ։ Պարոն Քոչարյանն էր առաջ։ Չէ, դուք եք ոնց որ ակնկալեցիք։ Ես օրինակ առաջարկեի բոլորին այս դահլիճում նստածներին, այդ թվում դավրախազին։ Հատ արհեստական բանակարարությանը հարցնեք, ինչքան ողջամի, ինչքանով ողջամի մեղադրանք են բերել։ Չէ, արհեստական բանակարարությունն է կարող որոշի, որ արդյոք այդ մեղադրանքում կարող լինել 850 վկա, 112 տուժող, այս տավալի գործ եւ այլն։ Եվ իմիջիայլոց մի բան եմ ձեզ ասեմ։ Երբ որ այդ ամեն ինչ արվում էր 2018-19 թվականներին, ենթադրությունը եղել էր այն, որ երկրում իրավիճակ չի փոխվելու, 2020 թվականի պատերազմ չի լինելու, կովիդ չի լինելու, քաղաքական պրոցեսները գնալու են պես ոնպես այն ժամանակ են գնում նա ուռա, այսպես ասեմ, եւ դատական համակարգերում այս գործերը sense հալածյուրի պես անցնել էր։ Բայց իրավիճակը փոխվեց։ 2021 թվականին համական դատարան որոշում կայացրեց։ Հիմա ողջամտությունից ենք խոսում։ Տիկին Սահակյանը 2021 թվականին դատարանում առաջարկել է գործի քննությունը կասեցնել եւ սպասել միջև համապատասխան դատական հացյանների որոշումը դատախազության բողոքարկման հայցի հետ կապված։ Եվ ինչ ստացան։ Գործը քննվում էր 3 տարի, 3 տարի բերել են։ 3 տարի բերել են, վերջում դատավորի լիազորությունները կասեցրել են, մենք հիմա գալիս ենք նորից 1.5 տարի քննարկում ենք թույլատրենք, թե չթույլատրենք։ Այսինքն սա պայմանական ասած հարգելի դատարան։ Այնուամենայնիվ պետության, պարտականության, ողջամտության այն դեպքն է, երբ որ մենք կարանք այդտեղ ուրիշ հանգամանքներ ու կասկածներ տեսնենք։ Դրա համար երբ որ դուք ասում եք, դուք էսպես եք ընկալում, մենք ձեզ ասում ենք, օբյեկտիվորեն դա չի կարող այդպես ընկալվել, որովհետև այս քաղաքական գործի տրամաբանությունը ուրիշ ձևացնվել։ Երբ որ պետության ղեկավարները հայտարարություններ են անում այս գործի վերաբերյալ, հենց այս գործի վերաբերյալ, երբ որ դուք ասում եք, որ դուք չեք լսել, ես կարող եմ ենթադրել, որ դուք չեք լսել, բայց դա չի նշանակում, որ չի լսել դատախազը, չի լսել դատավորները, չի լսել ԲԴԽ-ի ղեկավարները եւ այլն, եւ մնացած բոլոր մարդիկ։ Այսինքն հանրային ընկալման մեջ այնուամենայնիվ արդեն ձևավորվում է այն ընկալումը, որ կա ինչ-որ հանրարարություն եւ կոնկրետ ուղղորդում։ Այս է խնդիրը։ Հիմա դուք ինչ ուզում եք արեք, այնուամենայնիվ։ Հիմա Տիկին Սահակյան ձերնից գործով հանգիստ գալիս է, որովհետեւ այնտեղ լրիվ քրեական օրենսգրքով պայմանական ասած տարը են դուք գնում եք առաջ, իսկ ես գործով պայմանական դրել են ձեզ վրա, որ ասում են մենք սարքել ենք, թող դատավորի գլուխը ցավա։ Հիմա մենք չենք ուզում մեր գլուխն էլ ցավա։ Կներեք, արդեն 7 տարի ցավում է, ու չենք հասկանում ինչի համար։ Հիմա երբ որ դուք ասում եք իրանց ծանրաբեռնվածության մասին, ես դեպի բան ասեմ։
Օրինակ ինչի իրանք իմ դատապաշտպանը կամ իմ գործընկերների դատապաշտպանները պետք է նաև շաբաթը մեկ կամ չգիտեմ որոշ բարբերականությամբ մասնակցեն մի դատաքննության, որը ծերից դրավորություն է։ Ասենք քաք հայցը այս գործով։ Ոչ կա մեղադրանք, ոչ կա մեղադրյալ։ Ոչ կա դատական դերևս խախայց չունենք, Չէ, դուք չունեք։ Իրանք ունեն դատախազությունն է ներկայացրել։ Այս մահճակը իհարկե իսկետացել։ Խնդրում եմ ենթադրեք։ Ես չեմ Դե ասել են, որ դուք Հիմա ես որից եմ ասում։ Դուք ասում եք ծանրաբեռնա, դուք ես գործի վրա կենտրոնացեք։ Հիմա կոնկրետ ես գիտեմ Տիկին Սահակյանը, ես գիտեմ պարոն Օրբելյանը, առնվազն շաբաթը մեկ կամ ինչ-որ բարբերական դրվեցան նիստերի մասնակցում են։ Նույն պրոցեսը, նույն ներվերը, նույն ժամանակը, նույն էներգիան, եթե ոչ ավելի շատ, քան թե սովորական գործերից։ Որովհետև իրանք բոլոր տեղերը տեսնում են ինչ-որ հստակ մոտեցում։ Դատական իշխանության կողմից հստակ մոտեցում։ Որտեղ եկեք անկեղծից դեք։ Ես այդ հաց տվել եմ դատական արհեստական բանականությանը։ Նույն դեպքից պատասխանելը սա աբսուրդ է, ասում ոնց չկա մեղադրյալ, չկա մեղադրական դատավարություն, բայց կա հայց են տարել։ Դե հիմա ոնց չասենք, որ սա այդ քաղաքական շոուի մասն է, որ դա արվելա նրա համար նաև, այսպես ասեմ ձեզ, ինչպես ես կարող եմ ենթադրեմ, որ հանկարծ տեղի նստածների մտքով չանցնի բարենության ժամկետ խնդրեն, որ հետո ասեն, ոչ արդարացման հիմքով ընդեղ քաղաքայց են անում եւ այլն։ Դե հիմա եկեք անկես խոսանք, եթե խոսում եք խոսանք։ Էս է, մոտիվացիան է։ Հիմա ես, նայեք, հարկի դառնում, դուք պետք է համակերպեք այն մտքի հետ, որ առնվազն այս դատարանում, այս դալիճում, այս պայմանությամբ երկու հոգի ազգային ժողովի պատգամավորներ են, որոնք մեղադրական դատավերջին ունեն։ Այսինքն մենք մեղադրյալ չենք եւ անմեղության կամ խափարկածից ելնելով ես առնվազն գոնե ինձ տեղ ընկալում եմ որպես քաղաքական հանրային գործիչ, որը եկել է նաև ոչ միայն իր շահերը, այլ նաև հանրության շահերն է պաշտպանում, որպեսզի դատավարությունները նմանատիպ այլևս ապագայում չկրկնվեն։ Հիմա ես չգիտեմ պարոն Վանյանը նույն ձև է անկալում թե չէ, բայց առնվազն նորից եմ կրկնում, ստեղ 3 հանրային քաղաքական գործիչ են նստած, որոնց դուք չեք կարող ասեք նստեք եւ լսեք ոնց են մենք դες բախում։ Դա չի կարող լինել։ Իսկ ինչ է նշանակում դատել։ Հենց այդ նշանակում է ինչ-որ իշխանստեղ է կատարվում։ Դատել միայն նշանակում է, որ ձեր պատկերացումը։ Տեսեք, դուք արդեն իմ ասածը ինչ նշանակում է դատել։ Դուք սկսում եք արդեն Նստեք ձեզ դատենք, ինչ է նշանակում դա։ Նշանակում է այն, ինչ-որ տեղի անեն։ Արտադրություն իրականացնել։ Ոչ, սա արտադրություն չի։ Սա դեռ արտադրություն չի։ Արտադրություն Պարոն Գևորգյան, քիչ առաջ վերադառնանք դատարանի կողմից հնչեցրած հայտարարությանը, եթե որևէ փուլում գտնեք, որ դատարանը չի իրականացնում արտադրություն, դրա համար առկա է գործողություն։ Դուք միայն գործողություն։ Այս լիազորությունները կամ այդ իրանքները 7 տարվա ընթացքում ես շատ լավ սովորել եմ։ Եթե դաժե անգամ ես էլ չմոռանամ, իմ հաստատաներից կհիշացնեն։ Այսինքն այդ իմաստով անդոք եղեք։ Ես հիմա հնչեցնում եմ իմ որպես այս գործով արդեն 7 տարի տառապանքի փորձ ունեցող, այսպես ասենք, անձնավորություն։ Ես չեմ կարող հասկանալ։ Հիմա դուք նայեք ես համոզված եմ, որ այդ ինչ-որ հիմա հնչեցրեցիք, այդ շրջաբերական, դա քաղաքական մոտիվացիա է։ Բացառապես այս գործով պայմանավորված։ Ու շատ հետաքրքիր է, ես չգիտեի դրա մասին, որ փաստորեն դա հնչեցվել է ազգային ժողովում համապատասխան մարտի 1-ի լսումների այսպես կոչված ժամանակ։ Օրենքները ձեր աշխատանքի վայրում են ընդունվում։ Իա, հիմա ինչպես օրենք աշխատանքները վայրում են փաստորեն։ Օրենքները ընդունում եք, մենք իրավունք փաստորեն ընդունում եք, որ մենք աշխատանքները վայրում ենք։ Հարգելի դատա։ Ձեզանից կախված ամեն ինչ արեք, չընդունվի որևէ օրենք։ Մի բան է, հարգելի դատա։ Օրենքները ընդունում եք հասկանում կամ ճիշտ եմ ընկալում, դա հետորական հարց է, երբեք ինչով։ Բայց եթե անգամ այդ օրենքը ընդունվի, ես ճիշտ եմ հասկանում, որ ինքը չի կարող հետադարձություն ունենալ։ Պարոն Գևորգյան, անգամ ժամանակակցությունը, չգիտեմ երբ պետք է, պարոն Քրյանը հայտարարեց 2026 թվականը, անգամ դա ընդամենը 270.1 հոդված լրացնելու վերաբերյալ ի թիվս հայտնի, նաև դուրս է գալու Պաղեստինի դատավոր հասկացությունը, նաև այլ կարգավորումներ կան, չծանոթ ենք դատական նիստը, պայմանական այս նիստի վերաբերելի է ու եւ մնացած նիստերի կոնկրետ որ հստակ ժամկետներ են սահմանվել։ Հիմա այս ժամկետները կլինեն 1 տարի,
եւս 3 տարի պատճառաբանված մի տարով երկարացնել, թե կդառնա 10 տարի, թե կդիտարկվի պայմանական ամենայն հարգանքով ընդունողների, գերողների նկատմամբ աբսուրդ եւ չի ընդունվի։ Դա հետագայի քննարկելու հարց է, բայց մենք ունենք մի իրավիճակ, որ կա նախագիծ, գործողեր, կա ողջամի ջամքետներ։ Այս պահին մենք գործում ենք ողջամի ջամքետների տրամաբանությամբ։ Երբ այս օրենքը ընդունվի, մենք այդ պայմաններում շաբաթը մեկ դատական նիստը արդեն երևի դուք կխնդրեք մեկ դատական նիստ նշանակեք, բայց դատարանը չի տեղավորվի մեկ դատական նիստ նշանակել, որտեղ պետք է սև ժամկետում, եթե քննությունը շարունակվի, պետք է ավարտվի։ Դուք ասում եք, պարոն Գևորգյան, մենք քաղաքական գործիչ ենք, մենք այստեղ պետք է չգտնվենք եւ այլն եւ այլն։ Ես այդ չեմ ասել։ Դուք ունեք դատավորական կարգավիճակ։ Անձամբ դուք այլ մեղադրանքով եւս։ Դուք ունեք պարտականություն յուրաքանչյուր անգամ այնքան գալ դատական նիստերի, մինչև որևէ փուլում դատարանը կավարտի այդ գործի քննությունը։ Այս կանոնի որոշումները կայացնում։ Ինչ վերաբերում է 130 օրից ավել բացակայությունների, դատարանը բոլոր դեպքերում ձեր բացակայությունները համարել է հարգելի։ Ինչ վերաբերում է, որ հունվար ամսից սկսած յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ դատարանը պլանավորում է նիստ նշանակել, եթե դատական նիստերի որևէ մեկը համընկնի ձեր գործողությունների հետ, ի նպաստ Հայաստանի Հանրապետության, որ պիտի գնա գործողություններ մեր շահերը բարձր պահել։ Այդ դատական նիստերը այդ մի պայմանականորեն շաբաթվա 4-շաբթի, 5-շաբթի կամ ուրբաթ օրը չենք անցկացնել։ Եվ պրակտիկայում էլ, եթե դուք շարունակաբար 130 օր, 160 օր, 170 օր, մենք դարձյալ գալու ունենալու իրավիճակ, որ եթե շաբաթը 1 օր էլ նշանակենք, նաև հաշվի առնելով արձակուրդները մյուս։ Մենք ողջամտորեն 1 ամիս 4 նիստ անցկացնենք, 1 ամիս 1 նիստ անցկացնենք։ Եթե մենք հստակ ունենանք կոնկրետ օր, այդ օրը համընկավ ձեր հարգելի գործողման հետ, մենք այդ օրը կհանենք։ Համընկավ նախագահ դատավորի արձակուրդի հետ, այդ օրը կհանենք, բայց մենք ունենանք հստակ սահմանված օր շաբաթվա մեջ, որ եթե չկա արձակուրդներ, չկան գործողումներ, չկան այլ պատճառներ, մենք այդ օրը պետք է նիստ անենք։ Ես այս քննարկումների հետ եթե շիշտ մենք չնախաձեռնեցինք։ Այսինքն ձեր հայտարարությունից այո, դատարանն է։ Որտեղ նաև մատնանշեցիք այդ օրենքի նախագիծը, որ վերաշրջանառության մեջ եւ այլն։ Այսինքն ինքնաշխատանքային կարգով քննարկումը, ես ճիշտ եմ հասկանում, ամենայնիվ այս բայդությամբ իմ ասածը հետևյալն է, հարգելի դատարան։ Դուք նաև, քանի որ բանավեճի մեջ եք մեր այս պաշտպանական կողմի որոշ գնահատականների առումով, ես նորից եմ ուզում ասել։ Եթե դուք փորձում եք տեղավորել այս դատական գործընթացը սովորական քրեական վարույթի շրջանակներում, դա չի ստացվել։ Արդեն չի ստացվել, որովհետև մեղադրանքը արդեն շատ ճիշտ ձևափոխված, թերացուրված եւ անհասկանալի ձևով է ծնվում, ասենց ասեմ։ Եթե ընդհանրապես ծնունդը կլինի նորմալ կամ օրինական։ Հիմա ես նաև տեսեք չէի պատրաստում բանավիճը օրերի ճիշտ լինել, սխալ լինելու եւ այլն, հիմա պարտավորությունը կատարում ենք, այսինքն ես էլ եմ չէ գալիս, եւ նիստը նշանակվում է պարտականաչորեն գալիս է, ու մենք ամենասկզբից էլ Տիկին Սահակյանն հետ ասել ենք, որ այստեղ գտնվողներից միակ մարդը, որը լեգենդար կարգավիճակ ունի, դա ես եմ։ Դրա համար ես այդ իմաստով երբեք խնդրեմ։ Բայց ուզում եմ նաև ձեզ հիշեցնել, որ անցած տարի սեպտեմբեր-հոկտեմբերի դեպորացնողը սկսում է, դուք առնվազն ունենալով այս ծավալը տեսնելով եւ այլն, արդեն այն ժամանակ ես ասում եմ, որ տրամադրվեք 2 շաբաթը 1 նիստերին։ Հիմա ինչ փոխվեց, պետք է լինի շաբաթը։ Շաբաթը 1-ի քննարկում մենք յուրաքանչյուր ուրբաթ դատական նիստ անցկացնելու քննարկում մենք ունեցել ենք դեռևս մենք նմանատիպ շաբաթ նոյեմբերի 20 հոկտեմբեր-նոյեմբերի 28-ից սկսած 2024 թվականի նոյեմբեր ամսին, հոկտեմբեր ամսին կայացած դատական նիստերին դատարանը բազմիցս հայտարարել է, որ յուրաքանչյուր ուրբաթ պլանավորելու է միշտ Հիմա դատական նիստի ավարտին ձեզ ծայրագրավորումները կարող են փոխանցել գրասենյակում։ Սահմանվել է պարբերականություն, դա կլինի 2 շաբաթ կամ ամիսը 2 անգամ նիստ եւ այլն, եւ այդ պարբերականությունը մենք փորձեցինք բարել մինչեւ այս տարվա վերջի դեպք։ Դրա համար էլ ժամանակացույցը նախապես համաձայնեցին։ Ինչերից է արգելի դատարան, իմ ասածը հետևյալն է, ես կուզենայի, որպեսզի իմ պաշտպանի հետ նույն ձևի
շարունակենք աշխատենք, ոնց որ աշխատում ենք գնացած այդ քրական գործերում շնորհակալություն։